Ես կարծում եմ ամենա ճակատագրական կարևորության առումով ոչ հայանպաստ զարգացումները խթանելու տեսանկյունից սահմանների վրա ամենավճռական որոշում դա է եղել դեկտեմբերի 17-ի 2020 թվականի որոշումը, որ ընդունել է նաև ինքը Նիկոլ Փաշինյանը, որ այո, ես եմ հանձնարարել, այն Վաղարշակ Հարությունյանն էլ կար մեկը։ Դավիթ Բեկի մասով բան, Գորիսի։ Ես եմ, որ մոտապես 15-ից 20 կիլոմետր Ղուբաթլիի շրջանում մեր զորքերը հետ քաշեցին։ Իբր թե այդ կերպ մենք Սյունիքը ձերբազատում ենք հնարավոր ռազմական սպառնալիքներից։ Հարց. այդ որոշումից հաշված ամիսներ հետո, դաժե ամիսներ չէ, հաշված շաբաթներ հետո Գորիս-Ղափան ճանապարհի 21 կիլոմետրը հայտնվեց ադրբեջանցիների եւ վարչապետը ըստ էության Էյվազլի չեմ անում ինչ ասելով, ըստ էության արդարացնում էր, որ դա իրաց ճանապարհն է։ Այսինքն սա մտածված Գորիս-Կապանից հետո սկսեց թվարկել ադրբեջանական տեղանուններով ասել մեր տարածքները։ Ես սա ասում եմ, սա գիտակցված քաղաքականություն է, որ իրականացվել է այս իշխանությունների կողմից 20 թվականից հետո ընկած հատվածում։ Ես պատահաբար չեմ ասում, եթե մինչև 20 թվականը, այսինքն 44-օրյա պատերազմը այդուհանդերձ Արցախի մասին էր, 20 թվականից հետո դեկտեմբերի 17-ից հետո ինչ տեղի ունեցել այլևս Հայաստանի մասին էր։ Եվ հիշում եք այն արտահայտությունը, այն սարը տարին 12 ամիս ջունացած սարը ում է պետք։ Պարզվեց շատ էլ պետք է։ Ադրբեջանցիներին պետք է։ Որովհետև այդ կերպ, չէ, բայց սա խոսում է այն մասին, այսինքն այդ կերպ գրավելով այդ բարձունքները ռազմավարական բնույթի կարևորության, իրենք ուղղակի ապահովում են իրենց նպատակին հասնելու ռազմական ճանապարհով իրենց խնդիրները լուծելու ռացիոնալ հնարավորություններ։ Ես խոսքը գնում եմ ադրբեջանցիների կողմից, իրենք ինչ նպատակ են հետապնդում, որովհետև մեկի մոտ կասկած կա արդյոք այն, որ Ադրբեջանը այդուհանդերձ խնդիր է դրել Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, խնդիր է դրել հայոց պետականության աշխարհաքաղաքական ազդեցությունը այս տարածաշրջանում նվազեցնել հնարավորինս զրոյացնելու մակարդակով։ Սա ակնհայտ է։ Դրա համար շատ բան պետք չգիտեք, Սյունիքն ու Վայոց ձորը վերստեն հերիք է։ Այսինքն, եթե մնա այն 10,000 քառակուսու կիլոմետրանոց Հայաստանը, այն բանի, ինչ են ասում, 20 թվականի թուրքերի հետ պայմանագրի Ալեքսանդրապոլի համաձայնագրով լրիվ իրանց ձեռատար։ Այսինքն, գիտեք, այնտեղ վեր ընկեք, ձեն մի անեք, եթե ձեզ պետք է խաղ ապրել, տենց ձեզ համար մեզ համար դուք